Այս ժողով վարչապետ Փաշինյանը այսօր էլ ունեցավ ճեպազրույց եւ ասում է, որ սխալ կլինի, եթե մենք երկխոսությունից դուրս գանք, մենք պետք է շարունակենք մեր ընկերներին բացատրել մեր ճիշտը, մեր ճշտով ապրելը եւ այլն, դե դա ամերիկյան սկզբունք է, չէ՞, քաղաքական եւ ընդհանրապես կյանքի դռնի սրատ ես անում, պատուանից է ներս գալիս, պատուանից սրատ ես անում, ֆորտիչքից ես ռադանում գնում է հարևանի բալկոնից է փորձում մտնել, դերից էլ ես ռադանում, փորձում է պատվալից է ներս մտնել, դե մի էսա, փորձեց Միշուստինի հետ, բան չստացվեց, չամրվեց զանգեց Պուտինին, էլի բան չստացվեց, նույն բանն են իրան ասում։ Վերջի անգամ Պուտինը անձամբ սրան զանգել է հունիսի 1-ին, շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ, որը հայ ժողովրդի ամենադժբախտ օրերից մեկը կլինի շատ շուտով, հունիսի 1-ը։ Դե սա էլ ըստ ամենայնի այդ խոսակցության ժամանակ ասել է, որ Վլադիմիր Վլադիմիրիչ ամենագազան, ամենալավ ազնիվ ընտրություններն եմ կազմակերպելու, դե Պուտինը տեսավ ինչ ընտրություն կազմակերպեց։ Ես 11 տարիներ հետևում եմ քաղաքական պրոցեսների, շատ երկրների եւ ես չէի տեսել sense բան, երբ ընդդիմադիր քաղաքական ուժից 700 հոգի ձերբակալվի, որոնցից 70-ը այսօր նստած են եւ կնստեն մինչեւ 31 թվականի ընտրությունները ըստ ժողով վարչապետի հրապարակային խոստումի։ Դե վերջի անգամ է Պուտինը ասեց, որ չէ, ոչինչ բան չի փոխվի, ոչինչ բան ամեն ինչ ուժի մեջ է։ Ես մի բանում եմ համոզված, որ Պուտինը այսօր ուզում է Հայաստանը դուրս դնել ԵԱՏՄ-ից։ Բայց քանի որ դա շատ կոշտ կլինի նրա կողմից, կոշտ կհնչի, եւ մի քիչ հակահայկական երանգներ ձեռք կբերի, դրա համար նա ասում է հանրաքվե արա, պարզենք թե քո ժողովուրդն ինչ է ուզում։ Դե էսե ասում է հանրաքվե չեմ անի, կամ կանեմ այն ժամանակ, երբ ինձ պետք կլինի։ Եվ սենց Հայաստանը մոտենում է այն գծին, որից անդին ԵԱՏՄ-ից դուրս կարգավիճակն է։ Պուտինին ներեկել եմ ասել, ընդհանրապես պետք չէ ԵԱՏՄ-ն որպես ինտեգրացիոն կառույց, որովհետև բացարձակ Ռուսաստանը չի շահում այդ տնտեսական միավորումից, որովհետև թե Հայաստանը, թե Ղրղստան, Մրղստանները դրանք մելով կան դեղ։ Նո Բելարուսից բացի, բացարձակ շահառու են այս միավորումից։ Ռուսաստանը տուժող կողմ է։ Ուղղակի սա պահում է ԵԱՏՄ-ն Ռուսաստանին պետք է նրա համար, որ սրանց քաղաքականապես գոնե բեռի մեջ պահի, բայց եթե դա էլ չի ստացվում, ընդհանրապես ինչ պետք է Ռուսաստանը սրանց անիմաստ գոյությունը ֆինանսավորի։ Եվ Հայաստանը առաջինն է, որին դուրս են դնում ԵԱՏՄ-ից, նորից ասեմ, որ նրա նպատակը հենց Հայաստանին դուրս դնելն է ԵԱՏՄ նպատակի, բայց քանի որ նա այն քաղաքական կուլտուրայի կրողն է, որը թույլ չի տալիս նրան շատ կոշտ բաներ անել, նա դա անում է ավելի մեղմ եղանակով, բայց դե կարևորը վերջնարդյունքն է, թե ինչի անազգտում։ Հիմա ժողով վարչապետը ուզում է Իրան է գնալ, ասում են հələ այցի օրերը պարզ չէ։ Իրանում նույն երթն է երգելու։ Այսինքն ասելու է, գիտեք, դե մենք ճիշտ է թշնամություն պետք է անենք ձեզ, Թուրան սարքենք, բայց դե եկեք մենք մեզ համոզենք, որ դա ընդհանրապես ձեր դեմ ուղղված բան չէ։ Ընդհանրապես դա ուղղակի ախպերական պրոյեկտ է, դուք է փող կաշխատեք, թե Իրանը ոնց դրանից շահի այդ միջանցքից, ոչ ոք չգիտի, Իրանը ինչին է դա պետք։ Եվ դա ինքը ասելու է այն երկրում, որի ռեալ իշխանության 100%-անոց կրողը, ասում է հետևյալը, պաշտոնապես է ասում, պեդոֆիլի անուն կրող ոչ մի բան պետք չի լինի մեր տարածաշրջանում։ Պեդոֆիլը Թրամփն է, Մելանիկի Մարսը։ Իսկ այս հանճարեղ ֆրազի հեղինակը իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, Իրանի ռեալ իշխանությունը։ Հիմա սա պետք է գնա
այդ Խեղճուկարակ Փետրաշյանի հետ փորձի այս ապուշ նարատիվներն առաջ տանել, դե Փետրաշյանն աղդեղ իշխանություն չունի։ Բացի այն, որ Իրանի նախագահը թույլ իշխանական ինստիտուտ է, բայց շատ թույլ է նաև այս Փետրաշյանը։ Լիբերալ ռեֆորմատոր է, լավ բարի մարդ է, օրինակ իրեն բնութագրող մի դետալ կա, որ կինը վաղուց մահացել է ավտովթարից, ինքը մնացել է մենակ աղջկա հետ, մինչև մի այդ աղջկան պայը մեծացրել է, ամուսնացրել է, մինչև մի տանիք չունի, բան չունի, դες նորմալ մարդ է։ Բայց դե ինքը Ռայիսին չէ, ինքը Ահմադինեժադը չէ, որ գոնե իր անձնական հատկություններով ինքը ինչ-որ շատացնի իշխանության որոշում ընդունելու պրոցեսի մեջ իր քաշը։ Չէ, Խեղճուկարակ մարդ է, դե թող գնան Փետրաշյանին փորձի բացատրել, թե սա հակաիրանական պրոյեկտ չէ, սա ձեզ երջանկություն կբերի այս պրոյեկտը ձեզ, ու թող անտեսի Իրանի ռեալ տիրոջ խոսքն այն մասին, որ Իրանը թույլ չի տա պեդոֆիլի անունը որևէ բան կրի այս տարածաշրջանում։ Բայց կենացները սկսում են թանկանալ։ Առայժմ ժող վարչապետը շրջաբերական է ստացել, ավելի թին շրջաբերականով է գործում, որ հələ փորձի ռուսներին համոզես սենսնեն սխապես հələ ժամանակ անցել է, հələ գործը խզմում միասա, մինչև տեսնենք ինչ կլինի, բայց այսօր Ոման Ֆերնան Քարթհայզեր Եվրոդեպուտատ ասում է, որ Հայաստանը պարտավոր է վիզային ռեժիմ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համար եւ միանալ Եվրամիության սանկցիաներին։ Սա նման է նրան, որ շատ շուտով դա Ուրսուլայի հրահանգի տեսք ունենա եւ բնականաբար ժող վարչապետը կգործի կակրած արդարացումն է կա, դե ախպեր դուք մեր ձուկն ու ծիրանը չեք ընդունում Ռուսաստան, մենք է ձեր քաղաքացիներին չենք ընդունում։ Եվ այն օր կսկսվի հերթական հայոց ցեղասպանությունը շատ հետաքրքիր հետևանքներով եւ իհարկե պետք է ողջունել այդ process-ը, որովհետեւ որքան արագ սա եվրոինտեգրվի, որքան արագ սա վերջնական հայտնվի հակառուսական այդ շաբաշում այդ թիմում, այդքան լավ մեր համար, այդքան շուտ մենք սրանից կազատվենք։ Հիմա ամսի 7-ին սկսվում է վեհափառի դատը եւ եւս 6 եպիսկոպոսների, ուրեմն աշխարհում չտեսնված բան, համենայնպես 20-21-րդ դարերում, երբ պետությունից անջատ, սահմանադրությամբ անջատ եկեղեցին, եկեղեցու գործերի մեջ խառնվում է պետությունը։ Այսինքն եկեղեցու ներքին կյանքը կոնկրետ այս դեպքում վեհափառի կադրային որոշումը դառնում է դատարանի քննարկման առարկա։ Սենց բան չի եղել։ Ու չի կարող լինել։ Նո առնվազն դատարանը պետք է մտադրեք այդ շանվորտին ինչ է, այդ Արման Սարոյանը ինչ է, այդ տիրադար շանվորտին։ Հա, ընդհանրենք որպես Հայաստանի քաղաքացի դիմելա դատարան։ Դատարանը ուղղակի վարույթ պետք է վերցնի։ Պետք է պատճառաբանի, որ սա ջան պետության հետ գործ ունեցող կառույց է։ Մենք ինչ գործ ունենք վեհափառի կադրային որոշումների հետ։ Կամ վեհափառի որևէ որոշման հետ։ Որ մի հատ քննարկենք, որոշում ընդունենք։ Վեհափառն է չկատարի այդ որոշումը։ Հիմա մեղադրյալ դարձնենք վեհափառը։ Ամենայդեպս աշխարհում սենց բան չի եղել։ Չի եղել, ոնց որ պատկերացրեք Մելոնիի կառավարությունը, Իտալիայի դատարանը, ինչ որ քննության վերցնի Հռոմի պապի ինչ որ կադրային որոշում։ Ինչ որ մեկին կարդինալա նշանակում կամ կարգալույծ անում կամ ռադանում գործից, իտալական կամ որևէ եվրոպական դատարան համայն աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդի որոշումը վերցնի
քննի եւ պարտադրի որոշում փոխել։ Դա դու բանն ալրիր։ Դե դա տենց, հա։ Ախր 1000 եմ ասել, մի քիչ Մահատմա Գանդhiji սորել ավ։ Թող վաղը մի ինդիմադիր։ Իրավաբան, ասենք թե Քոչարյանի, թե Կարապետյանի թիմերում շատ կան։ Վերցնի եւ դատի տա քրեական հետապնդում պահանջի, ասենք Բրիժիտ Մակրոնին, որ մարդուն բոքսեց ինքնաթիռի մեջ Վիետնամում։ Այն մարդը լուրջ վնասվածք էր ստացել, դա խուլիգանություն էր, որովհետեւ դե բռնեց տպեցին։ Թող Հայաստանի դատարանի, Հայաստանը դատարանը, տեսնենք, կվերցնի վարույթ այդ գործը։ Կամ Հայաստանի քննչական մարմինները։ Չէ վերցնի, որովհետեւ նախ դեպքը Հայաստանում տեղի չի ունեցել։ Եվ տեղից շարունակենք։ Հետո Հայաստանի քաղաքացիներ չեն այդ մարդիկ։ Այն բոքսելա թող, ծայրեր դեպքում Վիետնամը թող մտածի։ Լավ թող Վիետնամի դատարան դիմեն։ Ասեն ձեր տարածքում ձեր հողի վրա բռնություն է տեղի ունեցել, ընտանեկան բռնություն, Ստամբուլի կոնվենցիան վկա, Ֆրանսիան ստորագրել է, այդպես բան չի կարելի անել։ Վերջ Ստամբուլի կոնվենցիան մենակ բաներին չի պաշտպանում, չէ՞։ Կանանց, նաև տղամարդկանց էլ է պաշտպանում։ Կանացի բռնությունից։ Եվ եթե Հայաստանի դատարանը մերժի այդ հայցադիմումը կամ քննչական կոմիտեն, այստեղ կարելի է արդեն հետաքրքիր դիսկուսիա ծավալել մաս մեդիայում։ Լավ, բա եթե Բրիժիտ Մակրոնը մարդուն բոքսում է, նրա բոլոր իրավունքներն են խախտում, դա ձեզ հետաքրքիր չէ։ Բա ինչի հիման վրա է ձեզ հետաքրքիր վեհափառ հայրապետի կադրային որոշումը։ Դուք նրա կադրային որոշման հետ ինչ գործ ունեք, հələ կարգալույց արի այդ շահամարսում։ Դուք դրա հետ ինչ գործ ունեք։ Իհարկե գործ ունեք։ Դե ուրեմն գնացեք, եթե համարում եք գործ ունեք, դե գնացեք հիմա Մակրոնին պաշտպանեք։ Մակրոնն է ձեր ժողովարշապետի քիփ ընկերն է։ Խելագարվում են մեկը մյուսի համար։ Երգում են իրար հետ։ Դաժե խմում են։ Գնացեք նրան է պաշտպանեք։ Ինչ է, Ֆրանսուଆ Մակրոնը մի հատ իրադավարման Շանվորտի Եսիմ Սարոյան չկա, հա։ Այդ Սարոյանին Հայաստանի դատարանը պաշտպանում է այդ Շանվորտում։ Ֆրանսուଆ Մակրոնին չի ուզում պաշտպանել։ Թող մեկը պարապությունից նստի գրի այդ դիմումը, տանի դատարան ներկայացնի, մենք էլ հետևենք, ուրախանանք, լուսաբանենք, սրանց վրա կեղտ բռնենք, բան ինչ անենք։ Ինչևէ, շատ շուտով երկու օրից, այսինքն կմեկնարկի Արարատի աշխարհի ամենախայտառակ պարլամենտի անդրանիկ նիստը, իսկ Հայաստանի պատմության մեջ sense խայտառակություն հաստատ չէր եղել։ Տեսնենք թե ոնց կընթանա դրա աշխատանքը, բայց պետք է ենթադրել, որ եթե մարդիկ հավատացյալ են, պետք է հավատան, որ սա այս պարլամենտը շատ ողբալի ապագա կունենա։ Գոնե մենակ նրա համար, որ մի խուժան տերտեր ինչ-որ տեր թադե, թե Էլզիբիլը, էլի կարգալույց եղած, դա պետք է գա օրնի սրանց նիստը և ընդհանրապես սրանց աշխատանքը։ Դե հուսամ, որ ընդդիմադիր երկու ֆրակցիաները այդքան խելք ունենա, որ չմասնակցեն այդ սրբապղծությանը, գոնե այդ խուժան տերտերի ներս մտնելուն պես դուրս գան դալիճից մի 5-10 րոպեով, հետո վերադառնան։ Եվ դա լավ նշան է։ Մեկը սրանք ատեիստ սրբապղծեր են, լավագույն դեպքում կյանքի խոսքի վկաներ, թե ինձ զարում առեն։ Սրանք տես բաներ չեն հասկանում, բայց է նորմալ մարդիկ հո գիտեն, չէ, ինչա նշանակում կարգալույց եղած խուժան տերտերին բերես ինչ-որ ծես կատարի, կամ տանես ինչ-որ երեխա կնքի, կամ ինչ-որ հոգի հանգստի արարողություն կատարի։ Դա ոնց որ պղծում ես համ այդ երեխային, համ այդ հանգուցյալին։ Հուսանք այդ խուժան տերտերը կարգալույց եղած կգա կպղծի նաև այս Փաշինյան Նիկոլի դեմոկրատական պարլամենտը։ Մի բան էլ չմոռանամ ասել, այսօր ժողովարշապետը խոստովանեց,
որ Հայաստանի ձուկը իրոք ուտելու բան չէ։ Եվ փորձ արեց բացատրել ձկնաբույսներին, որ ախպեր ջան, իրոք ձեր ձուկը ձուկ չի, ես օրինակ չեմ ուտում։ Հա դու խի պետք է զղջես դրանից, քեզ ամեն օր իշխանի բնական ձուկ են բերում կամ նորմալ ձկնեղեն են քեզ մատուցում։ Խոսքը մյուս հայերի մասին է, որոնք էլ են կոպետ ժողովարդչապետ, բայց փող չունեն, էլի։ Հայաստանի 3 միլիոն ժողովարդչապետից մեկն է փող աշխատում, չէ՞։ Ինքը։ Այն մնացածները հարիվ են։ Պաստորեն ինչ-որ չափով մեղքը գցեց դրանց վրա։ Բայց ես ոչ դրամայի մեջ, ես էլի ոչ թե ուրախ եմ։ Ես ողջունում եմ Ռուսաստանի որոշումը։ Գիտեք, այս ձկնաբույսներին հասնում է։ Հիմա ասում է 8000 ձկնաբույս կա Հայաստանում, այսինքն 8000 հոգի այդ ինդուստրիայում զբաղված է, ես համոզված եմ 8-ից առնվազն 6000-ը ձայն են տվել սրան։ Իսկ դրանց մեծամասնությունը ձայն է տվել իրենց տերերի, իրենց հիմնարկների սեփականատերերի հրահանգով։ Ախպեր ջան, ինչ եք ուզում։ Համոզում եք Փաշինյան Նիկոլ ժողովարդչապետ, համոզում եք զիբիլ ձուկ հրամցնել, թե մեզ, թե Ռուսաստանի շուկա։ Էժան կերով եք ձկներին պահվան որակ, որ ուղակի թույն է, նաև այդ ձուկն ուտողի համար։ Եվ ուզում եք տարեկան 15000 տոննա ձուկ վաճառել Ռուսաստանում, մի քիչ շատ չեղավ։ 2 երնեք մի տեղ չի լինում, դուք 3-4 երնեք եք ուզում մի անգամից, մի քիչ շատ չեղավ ձեզ արա։ Դե գնացեք, ձեր ժողովարդչապետի պատճառով թքել եք, բոլոր եք թքել փայտին, դե գնացեք մի գոնե ձեր ձկների որակը լավացրեք, որակով կեր տվեք ձեր ձկներին, մի քիչ թող թանկ լինի, ոչինչ, դուք մի քիչ գերշահույթով մի աշխատեք, քաղաքակիրթ մեղսունակ շահութով աշխատեք։ Գուցեև մենք էլ սկսենք ձեր ձկներն ուտել։ Գուցեև սրա հարցը լուծված լինի, էլի Ռուսաստանի շուկան ձեզ համար բացվի։ Ինչևէ հետաքրքիր շաբաթ է սպասում մեզ, հետևենք իրադարձություններին, ձեզ նորից կխնդրեմ բաժանորդագրվել իմ տելեգրամյան, յութուբյան ալիքներին, շեյմեյեմ Facebook-յան էջին, իմ անձնական Facebook-յան պրոֆիլին, լավ մնացեք, շատ շուտով կհանդիպենք։